Մաքսային բարեփոխումներ հօգուտ արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների։ Պետական եկամուտների կոմիտեն բիզնես գործընթացների դյուրինացմանը միտված դեռևս 2025 թվականի սկզբից ներդրած թվային նոր գործիքակազմերի եւ դրանց շարունակական արդիականացման շնորհիվ, ինչպես նաեւ ռիսկերի կառավարման համակարգում կիրառվող ռիսկի պրոֆիլների վերանայման արդյունքում շոշափելի արդյունքներ է արձանագրում։ Կոմիտեի ղեկավարության նախաձեռնությամբ եւ նախանշված ուղենիշերով վերանայվել են բոլոր ռիսկի պրոֆիլներն ու զգալի քանակն արդիականացվել է։ Բացի այդ, նախորդ տարվա մայիսից ներդրվել է նաև ռիսկերի կառավարման վրա հիմնված ապրանքների հայտարարագրերի բացթողնման ինքնաշխատ համակարգը, ինչը նշանակում է, որ մաքսային ամբողջ գործընթացում տնտեսվարողը գործ ունի ավտոմատացված թվայնացված համակարգի հետ, բացառելով մարդկային գործոնը։ 2024 թվականի ամբողջ ընթացքում արձանագրվել է ապրանքների հայտարարագրերի ավտոմատ բացթողնման ընդամենը 0.06%, իսկ 2025 թվականի նոյեմբեր ամսվա տվյալներով ավտոմատ բացթողնման տոկոսը կազմում է գրեթե 8% եւ հատկանշական է, որ դեկտեմբեր ամսվա տվյալներով այն արդեն իսկ կազմում է 8.15%, այսինքն ապրանքների հայտարարագրերի 8.15%-ը բաց են թողնվում ինքնաշխատ միջոցով։ Տարվա ընթացքում շարունակելով համակարգի արդիականացման գործընթացը, մասնավորապես վերանայելով արդեն իսկ կիրառվող սակագնային, ոչ սակագնային եւ թիրախային հսկողության ռիսկի պրոֆիլները եւ դրանց համապատասխան ցուցիչները, իրականացվել են մշտադիտարկումներ, մակրո եւ միկրո մակարդակներում կատարվել են մեծածավալ վերլուծություններ։ Նոր կարգավորումների արդյունքում ապա ակտիվացվել է ամբողջ ռիսկի պրոֆիլների 1/5-ը կամ մոտ 21%-ը։ Ընդ որում այդ ծավալը կազմում է ընդհանուր վերլուծության ենթարկված տվյալների 31%-ը։ Մաքսային ռիսկերի կառավարման համակարգի արդիականացման շնորհիվ շեշտակի աճել է նաև կանաչ ուղի ընթացակարգով ապրանքների հայտարարագրերի բացթողնման տեսակարար կշռը։ Իրականացված աշխատանքների արդյունքում ապահովվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը խոստացած թիրախը։ 2024 թվականի ընթացքում նոյեմբեր ամսվա տվյալներով կանաչ ուղի միջերեսային արտացոլմամբ ապրանքների բացթողումը կազմել է ընդամենը 56.4%։ Որպես համեմատական ցուցանիշ կարելի է նշել, որ 2025 թվականի նոյեմբեր ամսվա տվյալներով այն արդեն կազմել է 70.2%։ Արձանագրված աճին զուգահեռ զգալի նվազել է նաև դեղին ուղի եւ կարմիր ուղի ընթացակարգերով ապրանքների հայտարարագրերի բացթողումների քանակը։ Ռիսկերի կառավարման համակարգում տարեսկզբից մեկնարկած աշխատանքներն ավարտվել են նոյեմբերին։ Հատկանշական է, որ դեկտեմբերի ցուցանիշները եւս առաջանցիկ են։ 2025 թվականի դեկտեմբեր ամսվա տվյալներով կանաչ ուղի միջերեսային արտացոլմամբ ապրանքների բացթողումը կազմում է շուրջ 73%։ Այլ կերպ ասած, այն աճել է 2024 թվականի համեմատ շուրջ 16.06%-ային կետով։ Արագացված մաքսային ընթացակարգեր, արդիականացված ռիսկերի կառավարման համակարգ եւ ժամանակի խնայում բիզնեսի համար ապրանքների հայտարարագրերի զգալի մասն անցնում է կանաչ ուղի միջերեսային արտացոլման եւ ավտոմատ բացթողնման ընթացակարգերով։